Բարև ձեզ, դուք տուգանքի մատերիալ եք դարձնելու քաղաքացիներին։ Ինչ եք թանկացնում հայ մարդու համար ուղևորցը։ Այսպես, մենք տեսնում ենք, որ իրենք պատասխաններ չունեն, իրենց հրահանգված է։ Տեղական ժամանակ բոյկոտեցին, հա։ Քաղաքացիները մինչև հիմա էլ բոյկոտում են։ Փոխզիջումների են գնում, դարձրեցին։ Եվ հորդորում ենք ձեզ դեմ լինել, դեմ քվեարկել եւ ժողովրդի կողքին կանգնել։ Շնորհակալություն։ Բայց հիմա տպավորություն է, հա, տեղական ժամանակ ընդդիմությունը բոյկոտ արեց, հա, իշխանություններն էլ այսպես տպավորություն ստեղծեցին, որ փոխզիջումների են գնում ու տրանսպորտի սակագինը 150, հա, այսպես որից այդ կոնսենսուսի եկան։ Հիմա բայց փաստացի հանրությունը կարծես վճարում եւ այսինքն հանրությունը չի վճարում եւ այս օրինագծի օրենքի նախագիծը բերել ազգային ժողով նշանակում է, որ բոյկոտը ստացվել է, որ Մայր Հայաստանը հաջողել է, քաղաքացիները չեն վճարում հերթական թալանչիական որոշման համար, փորձում են չդառնալ թալանի եւ տուգանքի մատերիալ Նիկոլի ու ԿՊԿ-ական իշխանության համար եւ նրանք ստիպված են մարդուն սոցիալական այն շերտին, ով որ ստիպված է հանրային տրանսպորտից օգտվելու, հերթական անգամ դարձնել տուգանքի մատերիալ։ Թոշակառուին, ուսանողին ավելի շատ թալանել, քան ասենք չամրակապված վարորդին, քան ասենք հեռախոսով, բջջային հեռախոսով ղեկին խոսացող վարորդից։ Այսինքն սրանք հերթական ապացույցներն են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայամետ չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն եկել է թալանելու եւ հայ մարդուն տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելու։ Որով ժամանակակցվելու է տեղական հանրակրթեի իրավունքը հիմնադիր նաև դիժուր շահության, որովհետեւ ինչպես տեղական տրանսպորտի ցանկացման վերաբերյալ մենք ունեցանք ստորագրավար տեխնիկան, որից հետո քաղաքացիական նախաձեռնություն ներկայացրեցին քաղաքապետարան օֆիսի ուղեկցի օրակարգ, քաղաքացիական պայմանների երաշխով մյուս կոալիցիոն բոյկոտեցին դրանից հետո մենք պետք է օգտագործենք տեղական հանրակրթեի մեխանիզմը, սակայն այսօրվա նախագծով տրանսպորտի վճարը սարքելու են տեղական վճար եւ նաեւ սահմանելու են տուգանք, որը համաչափության եւ առասարակ տրամաբանության սկզբունքներին դեմ է եւ իբրև արտադրության նախարար կուզենանք իմանանք ձեր կարծիքը տվյալ ռեպրեսիաների վերաբերյալ, այսինքն փաստացի կա օրենսդրություն, ճիշտ է, կա իշխանություն եւ ընդդիմություն։ Մենք գործում ենք այդ օրենսդրության շրջանակներում։ Հիմա արդեն գործող իրավիճակի քաղաքական կոնֆլիկտի շրջանակներում փաստացի քաղաքացիական պայմանագիրը օգտագործում է փոփոխություն իօգուտ կոնկրետ այս դեպքի, ոչ թե որպեսզի օրենք ավելի լավ լինի, այլ որպեսզի պաշտպանվեն նրանից, որ չկայանանք մենք առաջ գնանք այս թեմայով եւ ժողովուրդը չկայանա իրացնել իրենց սահմանադրական իրավունքը։ Բայց ցավում է, քանի որ որևէ իր որոշում հարցի հետ կապված չեն կարող հայտնել, որովհետեւ տեղյակ չեմ։ Չէ, առասարակ դուք ինչպես եք կարծում, այս մարդու պետության մեջ, երբ որ օրենքը փոփոխվում է արդեն տեղի ունեցող կոնֆլիկտի շրջանակներում, պարզապես ավելի հարմար դիրք ստեղծելու համար իշխանությունների արդյոք դա օրենքի լեգիտիմության հարց չի առաջացնում։ Որևէ օրենքի փոփոխությունը ինչ որ տեղային խնդրի լուծմանն է միտված։ Ես ես վստահեցնում եմ պիտի գալ։ Ուղևորցի համար բոյկոտող քաղաքացին տուգանելը ճիշտ եք համարում։ Ուղևորցի համար սոցիալական այն շերտին, ովքեր աղքատ են, նրանց տուգանելը ճիշտ եք համարում։ Փախուստի են դիմում Նիկոլի իշխանության տուգանքի մատերիալ եք դարձնելու այսօր քաղաքացիներին։ Մի հատ նայեք քաղաքացիներին ու ասեք, հետ շրջվեք ու նայեք քաղաքացիներին, ասեք ինչ եք տուգանքի ու թալանի մատերիալ դարձնում քաղաքացիներին։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, ես իրավունք ունեմ ամեն ինչի, քանի որ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ դուք իբրև ժողովրդավար, իսկ ով է սահմանափակում, ով է սահմանափակել իմ իրավունքները, ներկայացրեք ինձ, ով դուք եք սահմանափակողը։ Մի հատ ասեք, ումից եք թույլտվություն ստացել, որ քաղաքացիներին տուգանքի մատերիալ եք դարձնում։ Դուք իմ հետ իրավունք չունեք այդպես խոսելու, դուք ընդամենը ուսապարկ եք, ուսապարկ։
Նիկոլի ուսապարկ եք ընդամենը։ Իսկ դուք իրավունք ունեք մարդկանց տուգանքի եւ թալանի մատերիալ դարձնելու։ Բարև ձեզ, այստեղ են քաղաքացիների շահերը պաշտպանելու եւ վստահ ենք, որ դուք պաշտպանելու եք։ Աստվածաշնորհ։ Եկեք գալի աղջկան քաշման ոչինչ, բայց Դու չեմ անամով աջանաչ։ Բարև ձեզ։ Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք բոյկոտող քաղաքացիների շահերը։ Խնդրում ենք պատասխանեք հարցերին։ Դուք տուգանքի մատերիալ դարձնելուն կողմ եք։ Տուգանքի մատերիալ եք դարձնելու մարդկանց կողմ եք։ Սիրելի քաղաքացիներ, ինչպես տեսնում ենք, Նիկոլի ուսապարկերը գալիս են հերթով, անգամ չգիտեն, թե ինչ հարցի շուրջ են քվեարկելու, բայց իրենք կողմ են, որովհետև իրենց հրահանգվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս տուգանքի ու թալանի մատերիալ է, լինի նա շարքային քաղաքացի, գույքահարկի տեսքով, աղբահանության տեսքով, հիմա էլ ուղևորցի համար են թալանելու։ Հիշեցնեմ, որ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցությունը ուղևորցի նախագիծ էր բերել ավականու նիստերի դահլիճ, հիմնավոր պատասխաններ չունենալու պատճառով գործողին 2.5 միավորանոց քաղաքային իշխանությունը փախուստի դիմեց եւ հրահանգեց օրենսդիր մարմնին մարդկանց, ովքեր իրենց իրավունքները, իրենց սահմանադրական իրավունքը կփորձեն պաշտպանել, դարձնել նրանց տուգանքի մատերիալ եւ 10-ից 15,000 դրամ վճարել, 65 դրամ ուղևորցի ինքնարժեք ունեցող ավտոբուսի կամ տրոլեյբուսի ուղևորցը չվճարելու պարագայում։ Սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարությունը բռնակալական համակարգով փոխարինելու Նիկոլի հերթական հրահանգը։ Եվ հույս ունենք, որ գոնե Նիկոլ Փաշինյանը ինքը համարձակություն կունենա այստեղ գալու եւ ինքը պատասխանելու, թե ինչի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար պիտի տուգանվեն 10,000-ից մինչև 15,000 դրամ։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները այս պահին այստեղ են։ Եվ անհարմար հարցեր տալը մեր կողմից անհարմար չի, իրենց համար անհարմար։ Մենք հասարակ քաղաքացու համար անհանգստացող հարցեր ենք տալիս։ Սիրելի քաղաքացիներ, ահա այս է այն դուռը, որից մտնում են Նիկոլի ուսապարկերը, որպեսզի ձեզ դարձնեն, մեզ բոլորիս դարձնեն հերթական անգամ տուգանքի ու թալանի մատերիալ։ Իրանք արդեն գիտեն, որ մենք տեկանացենք, որ սա ուրիշ մուտքերից կմտնենք։ Արդեն ուրիշ մուտքերից։ Փախուստի են դիմում։ Ինչպես միշտ, ոնց որ ավականու նիստերում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ճողոպրեցին, փախան, որովհետև չունեին որևէ հիմնավորում, որ ասեին, թե 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցը ինչի պիտի արժենա 150 դրամ, ինչի պիտի հայ մարդը դառնա տուգանքի ու թալանի մատերիալ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր ժողովուրդ իշխանություն է գալիս, ազգային ժողովի դարպասներն էր բացում, կառավարության դռներն էր բացում, 3 միլիոն վարչապետների մասին հայտարարություններ էր տալիս, հա Նիկոլ Փաշինյան, հիշում եք? Հիշում եք ինչեր էիք խոստանում, երբ որ ողորմում էիք իշխանությունը եւ տեղափոխություններ էիք իրականացնում, մարդկանց խաբում էիք։ Դե հիմա էլ եկեք ու պատասխան տվեք։ Ապորինի որոշումը, որ բարև ձեզ։ Դուք կողմ եք քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու, կողմ եք քվեարկելու։ 15,000 դրամ։
Մի րոպե սպասեք։ Հա չեք նկարում, ես չեք մտնում հա։ Քեզն եք նկարում։ Ֆիքսեք, խնդրում եմ, Արփի ջան։ Դե որով է պատահական մարդ չկա, Հայաստանի Հանրապետությունում կա երկու առաջնային մանդատ։ Մեկը համապետականն է, որ ունեն պատգամավորները, մյուսը դեպի որ ունեն հավաքանիները։ Այս բանին քաղաքային առասարակ համայնքների վերաբերվող ապօրինի սխալ ոչ համաչափ անտրամաբանական ռեպրեսիոնիստական նախագծի վերաբերյալ մանդատ կրողները եկել են նորմալ քաղաքակիրթ կերպով Պարզաբանում պահանջել խնդրել տվյալ պաշտոնյաներից իրանք իբրև թե ժողովրդավար են, իբրև թե քափանցիկության կողմ են, տեսեք մեր հարցերին չեն պատասխանում, փախնում են ներս ՊՊՑ-ի աշխատակիցներին ուղարկել են մեր հետ ապրելներով խոսան, թե բայց դու մանցեք ենգոմ անցեք շատ անհասկանալի մի իրավիճակ է ամենահետաքրքիրը Արտուր Հովհաննիսյանը մեզ կոչ է անում ԿՊ-ի խմբակցության քարտուղարը մեզ կոչ է անում որ մենք մեզ հավաք պահենք Այսօր այո հենց ասում եմ եղբայրը ասում եմ հասկանում եմ պատգամավոր ավականին, բայց իրար հարգեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը իրար հարգելու չպետք է խոսի։ Հատկապես Հովհաննիսյանը Արտուրը, որ հանձնաժողովի նիստի ժամանակ մի տեխնացուին ասում է լեզու կկտրեն։ Ես որևէ նման բան չեմ ասել, ես ուղղակի ասում խնդրում եմ ներկայացրեք ձեր կարծիքի եւ դիրքորոշումը այս ապօրինի նախագծի վերաբերյալ։ Ինչու է ապօրինի, որովհետեւ Սահմանվում է դրանք, այո։ Մեր հերոստատիտողի դեպքը տեղը չէ, որ քիչ կասեք ձեր ակցիայի նպատակը։ Այո, իհարկե, այսօր Կարորյա, Աժ Կարորյան այսօր սկսվում է, տվյալ Կարորյայի օրակարգում ներառված է մի նախագիծ, որի կոդն է 1034, այն քննարկվել է ՏՏԳՇ հանձնաժողովի, զեկուցողն է տարածքային կառավարման փոխնախարար Սիմոնյան ազգանունով ոմն 1-ը, ով փաստացի այսօր բերել է մի նախագիծ, որը իրենց փոխանցել են Աբինյանին, որպեսզի իրանք կարողանան տուգանեն մարդկանց, ովքեր չեն վճարում տրանսպորտի համար եւ նաեւ զրկեն մեզ տեղական հանրակրթի իրավունքից։ Ներողություն դուք կողմեք, որ 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցը։ Հա, բայց մի հատ պատասխանեք, 65 դրամ ինքնարժեք ունեցող։ Ինչքան եք խոսափելու էլի հա։ Դուք էլ եք կողմ, որ քաղաքացին տուգանքի մատերիալ է։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, Նիկոլական իշխանություն։ Դուք էլ եք կողմ, էս էլ է ուսապարկերից կողմա քվյարկելու։ Հերթական ուսապարկերը, ովքեր կողմ են քվյարկելու։ Ոչ, ես մանկավարժ եմ, իրավագետ եմ։ Անտոնյան, բարև ձեզ։ Ինչ էր Դուք Այս վիրավորում ասելով ուսապարկ։ Ես չեմ վիրավորում, Նիկոլ Փաշինյանն է արձանագրել, որ իրենք ուսապարկ են կարծեմ։ Ես խնդրում եմ ուշադրություն հրավիրեք, որ Նիկոլի ուսապարկերից այդ տվյալ անձը փորձեց նորից տարանջատում մտցնել քաղաքացիների մեջ, նրանց բարև ձեզ։ Դուք էլ եք կողմ, որ քաղաքացիների տուգանքի մատերիալ են։ Ես օրինակ Եվ փորձեց մարդկանց տարանջատել ըստ մասնագիտությունների, ամենայն հարգանք ունենալով բուժքույրերի հանդեպ, նա փորձում էր մարդուն վիրավորել։ Խնդրում եմ սա արձանագրեք։ Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Այդքան բան։ Փորձեց վիրավորել ըստ իրեն։ Հավանաբար իրենց բուժքույր պատգամավորներին իրենք վիրավորում են, այդպես։ Ըստ իրավական մասնակցում առաջին ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 71-րդ հոդվածի Կարորյայի մեջ պետք է ընդգրկվեն նախագծերը ամենաուշը երկուշաբթի օրը ժամը 12-ին։ Երեք նիստը սկսել է ժամը 13:00, այսինքն որևէ իրավական առումով տվյալ նախագիծը չէին կարող ընդգրկել տվյալ Կարորյայի մեջ։ Դրանից զատ այս նախագծի մեջ կա վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մեջ փոփոխություն, որը բնականաբար ենթադրում է, որ տվյալ նախագիծը նաև պետք է քննարկվել պետաիրավական հանձնաժողովում, սա ևս անպետք է։ Եվ բուն հենց ինչը վերաբերվում է նախագծին, առաջինը, ինչպես ասացի, տուգանելու են մարդկանց տրանսպորտից շոկվելու համար, ով որ որևէ բան չի վճարել 10,000, ով օգտվում է իր հարազատի կամ ընկերոջ արտոնյալ ստացած այդ կարտից կամ վճարած կարտից 10,000, այսինքն ևս մեկ անգամ տեսնում, որ այս մարդիկ տրամաբանության գիգանտներ են եւ ամենակարևորը մեզ համար, որ մենք ասում ենք, եթե 17,000 ստորագրությունը Մայր Հայաստանի քաղաքացիական նախաձեռնության անտեսեն, գնալու են տեղական հանրակրթի մեխանիզմով, քանի որ տվյալ տրանսպորտի վճարը դա ծառայության դիմաց վճար է, իսկ տեղական վճար չէ։ Հիմա իրանք փոխում են այս վճարի կարգավիճակը, սարքում են տեղական վճար, քանզի օրենքը սահմանում է, որ տեղական հանրակրթի չի կարելի հանել տեղական վճարներ։
որովհետև դրանք բյուջեի մուտքերի եւ հաշվարկներին կարող են օտար բարձրություններ առաջացնել։ Այսինքն փաստացի այս մարդիկ հիմա անում օգտագործում են մի նախագիծ, որով որ ժողովրդավարությունը հարգոցվում է, այսինքն արդեն իսկ գոյություն ունի քաղաքական կոնֆլիկտ, ճիշտ ինձ հասկացեք։ Քաղաքական կոնֆլիկտ ունի իշխանություն եւ ընդդիմություն։ Գործող օրենսդրության շրջանակներում մենք արդեն իրենց սխալները իհայտ ենք ցույց բոլորին եւ ասենք ինչ գործիք է կազմակերպել օգտվելու։ Այս մարդիկ հաստատի հիմա օրենքը փոխում են ոչ թե Հայաստանի օրենսդրությունը զարգանա, այլ որպեսզի կոնկրետ այս դեպքում մեր մեխանիզմը Դուք կողմեք, որ 65 դրամ ինքնարժեքի համար 15000 դրամով տուգանեն։ Որպես ազգային ժողովրդի ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ կպատասխանեք։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը 3 միլիոն վարչապետի առջև փակել է դուռը եւ ՊՊՑ ու ԱԱՑ աշխատակիցներով է պաշտպանվում։ Պամպերս հագեք միգուցե։ Եթե չունեք ու տանք։ Պամպերս հագնելը վիրավորենք, է։ Ես խնդրում եմ իմ իրավունքներ չսահմանափակել, պամպերսը վիրավորանք չէ։ Ջան, որովհետև տարիքով մարդիկ կա, որ պամպերսը հագնում։ Տեսեք, փաստացիորեն քաղաքացիներին են սարքում տուգանքի մատները, համ այդ տուգանքի նույնիսկ չափը սահմանելիության համաչափության սկզբունքը չեն օգտագործում, օրինակ տեսեք, եթե մենք մեքենա վարելիս ծխենք, հեռախոսից օգտվենք կամ հանրագործի չկատենք, դա առաջացնում է անվտանգային հետևանք, ճիշտ է, կարող եք վնասվել, կարող եք ուրիշների Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք կողմեք 65 դրամ ուղևորց ունեցող հանրային տրանսպորտի համար մարդկանց տուգանել 15000 դրամով։ Դուք կողմեք թանկացնելուն տրանսպորտը։ Ուսանողների ներկայացուցիչն եք որպես կպատասխանեք որպես կրթության եւ իրելի քաղաքացիներ, սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավար իշխանություն։ Ապորինի քաղաքացիությունը տուգանք են բերում, դե նաև տեղական հանրակրվեի գործիքակազմությունից զրկում են, քանզի մի հայտարարել են, որ այդ 10,000 դորագրությունները օրակարգ մուտք անելիս իրանք անտեսեն, դա ինչը տեղի ունեցավ։ Որ ապօրինի երկրում երկրենք։ Ասկան ապօրինի երկիրը բռնակալ իշխանությունն է եւ ժամանակավոր որ տեղի ունենում դա ապօրինություն բռնակալություն։ Դուք կողմեք, որ թանկացնում են ուղևորցը եւ տուգանում են քաղաքացիներին։ Ժողովրդի սարքում են տուգանքի մատերիալ կողմեք լինելու։ Այո։ Չէ պատասխանում։ Բարև ձեզ։ Մի աստված, մեղա ասում։ Բարև ձեզ, դուք կողմեք, որ մարդկանց դարձնում եք տուգանքի ու թալանի մատերիալ։ 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար 15000-ով թալանելու եք, դուք էլ եք տուգանքի մատերիալ դարձնելու։ Լուսինե Բադալյան, այն որ թուրքերի դեմ խոնարհվում էիք, հիմա հայ մարդուն եք թալանում։ Սիրելի քաղաքացիներ, կրկին անգամ արձանագրենք, որ հատկապես խոսքս ուղղում է միջազգային դիվանագիտական ներկայացուցիչներին, դեսպաններին, ովքեր հանկարծ կհամարձակվեն կոչել Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, հիշեն այս պահը, որ Հայաստանի Հանրապետությունում 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցի համար Նիկոլ Փաշինյանի բռնակալական իշխանությունը եւ նրա ուսապարկերը, որոնք կոչվում են ազգային ժողովի պատգամավորներ, մարդկանց համար սահմանում են 10-ից 15000 դրամ տուգանք։ Բարև ձեզ։ Հնարավորինս շատ բարձրացնեք։ Այո, շնորհակալ ենք շատ, բարև ձեզ։ Տրանսպորտի ես տուգանքները ապօրինի իրաց բերած։ 65 դրամ ինքնարժեք ունի, պարոն Քոչարյան, եւ դրա համար ուղևորցը չվճարելու համար 10-ից 15000 դրամ տուգանք են սահմանում, քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ։ Վստահ ենք, որ Տեխնիկական
հարաբերությունները բացատրել մի քանի հանգամանքացած ու կարծեք դեր կա։ Ես պետք է 8200 դոլարի արժի։ Հավաքեցի 14000, նոր փախտում են իրանք հարցերից։ SMS ստացան եւ դրանից բելով թվարկեցին։ WhatsApp-ից էր SMS-ները, ինչ կարծիք ունեք։ Աբսուրդ է, համ խոսում են նրանից, որ եւ տուրիստները հետևում եւ անի ազայրով եւ սա հայտարար նախագիծը, համեն գյուղը նրանք կողմ են կուրել։ Այսպես բոլոր այն օրենքներին, որոնք որ հապետական են հապետական։ Դրելով անցնայից ձեզնից են շնորհակալություն հայտնում եւ մեր քաղաքացիները այդքան ստորագրություններ, աստորեն քաղաքացիները այդքան ստորագրություններն ու այդքան են նաև մեզ որոշակի նաև մասնակցել են որոշակի նաև այդ կատարած աշխատանքի այսօր ժողովրդություն ասում է ժող բաստոն, աստորեն քաղաքացի որևէ մի իրավունք չունի։ Ամենակարևորը որ հանրաքվեի դիմացն են առնում, որ անգար չլինի։ Ձեզ արդյունավետ աշխատանք ենք մաղթում, հույս ունենք, որ քաղաքացիների շահերը պաշտպանելու եք, շնորհակալություն։ Այս բանին մեկնարկում է ժողովուրդը, որը Բայց թանկացում է, չէ՞ դա։ 65 դրամ ինքնարժեք ունի։ Հիմա կողմ թանկացմանը, հիմա դեմեք թե կողմ։ Կոնկրետ ասել։ Ընդհանրապես, որպես քաղաքացի։ Ոնց դուք քաղաքացի չեք ԼՀ։ Տիկին Ղազարյան։ Գրիգոր Իսկանդարյան։ Ես չեմ կարող abstract որևէ բանի դեմ կամ հիմնավորված բովանդակություն չգիտեմ, դուք ասեք կողմեք։ Տեսեք, դուք Հայաստանի Հանրապետության պատգամավոր եք։ Դժվար է դրա մեջ մի քիչ խորանալ, ավելի པարզ ինֆորմացիա մեզ տալ։ Իսկ մարդուն տուգանքի, իսկ ուղևորին տուգանքի մատերիալ դարձնելու։ Տիկին Ղազարյան։ Իսկ երբ տրանսպորտի ինքնարժեքը 65 դրամի կարգի է, 150 դրամ սահմանելու դեպքում քաղաքացիական ճարել դեպքում տուգանը 10-15 Եկեք դիգ ասենք։ Բայց ճիշտ համարում եք 10,000 դրամով տուգանել այն քաղաքացուն, որը չի վճարել ուղևորցը 150 դրամ։ Իսկ WhatsApp-ով SMS ստացել եք, ներողություն։ Բոյկոտի համար Եթե հնարավորություն է, իսկ եթե քաղաքացին վճարում է օրինակ իր հարազատի օրինակ խաղով, որտեղ անապահով ընտանիքից է, համար դա բեռ է, ապօրինյալ խաղով վճարում է, այդ մարդուն 15,000 տուգանելը դրամաբանական է համարում։ մի քիչ բարձր էլի ասեք, եկել լսեք։ Իսկ ոնց է քվեարկելու այդ հարցը։ Քվեարկության վերաբերյալ դուք իմանաք, երբ որ Ներողություն, WhatsApp-ի SMS-ին եք սպասում, SMS-ը գա, որ քվեարկեք։ ունի որոշում, Իսկ ճիշտ եք համարում, որ մարդու սահմանադրական իրավունքը դուք սահմանափակում եք այս օրենքով, այսինքն մարդը իր սահմանադրական իրավունքը բոյկոտելու իրավունքը չի կարողանալու իրացնի այս օրենքը ընդունելուց հետո։ Ճիշտ է դա։ ինչ վերաբերում է կոնկրետ այսօրվա Միագումար նիստերի դահլիճում քննարկվելիք նախագծի դրա վերաբերյալ քաղաքացիական ինֆորմացիան դիքորում դուք իմանաք Միագումար նիստերի դահլիճում Դե եթե ստացել է դրական Փոխել եք, եթե զանգ եք ստացել, Չէ, WhatsApp-ով SMS եք ստացել, ոնց որ SMS եք ստացել։ դրա վերաբերյալ քաղաքացիական ինֆորմացիան դիքորում դուք իմանաք Իսկ ըստ ձեզ, որպես արժե պատգամավոր, ներողություն,
Հասկացանք շատ ծանր կարում է։ Ներողություն դուք կասեք, որ պեսաժը պատգամավոր քաղաքացին տուգանքի մատերիալ է, թե թալանի մատերիալ է։ Պոպուլիստական, ոչ տրամաբանական, հարցակողական հարց է, ինչ քաղաքացի տուգանքի մատերիալ է, թե ոչ։ Եթե քաղաքացին բացի է օրենքական մի Իսկ այդ մտքի հեղինակին ասել եք էքրանը։ Չէ, ուզում եմ հարց։ Շատ ներողություն, ես խնդրացան ղեկավարն եմ։ Նա ճշտով բան էլի։ Նայ։ Հարցը չեմ տալու, մի վայր, լսեք։ Քաղաքային հավաքանին ՀՊ մեծամասնության դեպի կոալիցիա ցանկացել է հանրային դրամները եւ դրա վերաբերյալ ամիսի շարունակ դրել են սոցիալական հուզումներ, ընդվզումներ։ Այդ փաստը արձանագրված է նաեւ վիճակագրություն, կանցերի վճարումների հավաքագրում։ Հիմա ինչքանով է ճիշտ համարում, որ դուք եք դառնաք այդ ամեն ինչի մասնակիցը եւ քաղաքացուն ա զրկեք բոյկոտի իրավունքից, բ տուգանքով սպառնալով հարկաբրեք վճարել են ուղևորցը, որը սոցիալապես օբյեկտիվորեն մարդը հնարավոր չի։ Եկնարական ազգանուն։ որի վերաբերյալ Ինչ վերաբերում է կոնկրետ նախագծի, ոչ թե աբստրակտ տուգանքի վերացական սանկցիաների համապատասխանների առանձին հարցադրություն կոնկրետ նախագծի վերաբերյալ Իսկ մի հարց էլ ես հաց ես տամ։ Այմա դուք գործում եք որպես ձևավորել եմ այն դիսկուրսը, որը ունի խմբակցությունը հայտնի գործողությունը։ Դուք չեք կարող ակնկալել, որ ես որպես քաղաքական ձևավորելա իմ դիսկուրսը անձնական, ազդելա խմբակցության դիսկուրսը ձևավորելա վրա։ Ես նրա վերաբերյալ իհարկություն եմ մեզ։ Դու նախագծի վերաբերյալ խմբակցության դիսկուրսը իմանաք, Իսկ եթե փախնեն, ինչպես ավականոնիստերից են փախնում ԿՊ-ականները, երբ որ չեն կարողանում պատասխանել, կարողա դուք է փախնեք։ Իսկ կներեք, էլի, մի հաստատ, դուք ձեր ծրճի մտով կայացնում եք որոշում, թե WhatsApp-ով եք կայացնում որոշում։ Իսկ կա դեմ քաղաքացիական պայմանագիրը, որ ուրիշ որոշում ունի, դուք ուրիշ որոշում կայացել եք, եթե այդ կան օգտագործել եք, որ ուրիշ բան դուք որոշած լինեք։ Քվեարկության ժամանակ դուք հնարավոր է այդ կարծիք ունենաք քաղաքացիական պայմանագրից, ձեր դիրքորոշումը արտահայտեք դեմ։ Այսինքն սեփական դիրքորոշում դուք չեք կարողանում արտահայտել։ Որը քաղաքացիական պայմանագիրը միասնական քայլակն է, դա իմ անձնական որոշումն է։ Ես եմ ձևավորում այդ դիրքորոշումը։ Այսինքն ձեզ չեն ստիպում WhatsApp-ով, որ դուք քվեարկեք։ Այսինքն տուգանքի մատերիալ ազդեց քաղաքացին։ Սիրելի քաղաքացիներ, տեսեք, ազգային ժողովի ԿՊ-ական падգամավորի համար դուք տուգանքի մատերիալ եք եւ ոչ թե 3 միլիոն վարչապետերից մեկը։ Նիկոլ Փաշինյանը ստել է։ Հենց նոր արձանագրեցին։ Լավ է, էլի դուք երկու հատ զոնցիկ ունեք մի լրատվամիջոցով։ Սիրելի երևանցիներ, այս պահին շարունակում ենք մնալ դեմեր ճամփողոցում, Մայր Հայաստան խմբակցությունը այստեղ է, որպեսզի նիստից առաջ, քարորիայից առաջ падգամավորներին դիմավորի եւ ուղի հղի այն հարցերը, որը որ հետաքրքրում է եւ երևանցուն եւ նաեւ այլ մարզերի մեր բնակիչներին։ Դա այս նոր օրենքն է, որ սրանք մոգոնել են, հորինել են,
որպեսզի ձեր շարունակեն տուգաները, շարունակեն թալանելը։ Կա ժամը 10-ից սկսվելա նիստը։ 15-ը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ այս պահին ազգային ժողովի մուտքի մոտ են Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները, ովքեր փորձում են պաշտպանել քաղաքացիների շահերը, այն քաղաքացիների շահերը, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից, որպեսզի նրանց հերթական անգամ չդարձնեն տուգանքի ու թալանի մատերիալ։ Եվ 65 դրամ ինքնարժեք ունեցող ուղևորցը բոյկոտելու համար 10-ից 15,000 դրամով չտուգանեն մեր քաղաքացիներին։ Արձանագրենք, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը ստել էր, երբ որ ասել էր ժողովրդավարության բաստիոն է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև տեսնում ենք, որ տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ եւ քաղաքացիների եւ ավականու անդամների արչեւ ազգային ժողովի մուտքի դուռը եւ դռները փակ են պահում եւ հոխորտում են, որ դուք իրավունք չունեք որևէ հարց տալու եւ այդ հարցերի պատասխանները ստանալու։ Սա պարզապես արձանագրենք, որպեսզի հերթական անգամ դեսպանները, ովքեր կհամարձակվեն ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար է, այդպիսի մտքեր հայտարարելուց առաջ նմանատիպ բռնակալական իշխանության վայել գործողությունները ուշադիր դնեն եւ հետագայում էլ քննեն։ Մենք տեղում ենք, հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, ձեզ հաջորդիվ կտեղեկացնենք, թե ինչ է այս պահին տեղի ունենում։